Տեսեք, ամեն դեպքում ծավալը մեծանալու է ըստ էության, դուք էլ ասեցիք այդ թվերը, որ բերում եք, ձեր հանձնաժողովի աշխատանքային ծավալը մեծանալու է, որտեղ փուլային պիտի անցնենք, նես չի, որ բոլորը միանգամից հրաժարվելու են, այստեղ մյուս հարցն է առաջանում, հուսամ գնահատել եք, ձեր ներուժը կբավարարի, թե ոչ այդ նոր ծավալը իրականացնելու, բայց ձեր ասածով, եթե մի չպատկերավոր ասեմ, փաստորեն իրավիճակը սահմռկեցուցիչ է, որովհետև եթե գնում ես ամենախիստ, դրանից ենքում խիստ կարգավորում չկա, էլի, որովհետև բարեբախտաբար այլ մենք շուկայական տնտեսակարգ ունենք, պետությունը ամբողջությամբ չի կարող վերցնել իր վրա այդ պետական գնումները եւ հիմա միևնույնն է նույնիսկ ձեր պատասխանի պարագայում այդ իմ մտահոգությունը չփարատվեց, այսինքն այս եթե կոնկրետ իդենտիֆիկացրել եք խնդիր պայմանական ձեր ասած համայնքի ղեկավարների մասով եւ դուք էլ գտնում եք, որ ես համաձայն եմ, որ շատ կոշտ կարգավորումները ուզես թե չուզես խնդիր են նաեւ առաջացնում, լուծելով խնդիր, հիմա եթե իդենտիֆիկացրել եք կոնկրետ այդ ամենատարածված ռիսկը, որը օրենքի թերկարգավորման հետևանքով է առաջանում, այդպես պետք է կարծում եմ լուծվի, որ ոչ թե սենց ամբողջական ինչ-որ տարածում արվի, որտեվ մեծ հաշվով եթե չկա այդ խնդիրը, դուք ասում եք չկա, ես չգիտեմ, դուք պետք է ասեք կա թե չկա, եթե մնացած պաշտոնյաների մասով չկա, հիմա ինչ եք խիստ կոշտ կարգավորում, եթե նկատի ունեք բալանսավորման հարցը, այս դեպքում քաղաքական պաշտոնները ուրեմն ամբողջությամբ մեջ լինել, այդ թվում նաև падգամավորները եւ մնացածը։ Այս ձեր շատ սուբյեկտիվ որոշումն է, կարծում եմ, ինչը իմ համար ընդունելի չի, այս ձեր տարանջատումը։ Ընդունելի կլներ, եթե հիմա վերլուծել եք, բերել եք, ասում եք համայնքի ղեկավար եւ այլն, ստեղ խնդիրը այդպես կարգավորեք։ Եթե քաղաքական պաշտոն, ապա բոլոր քաղաքական պաշտոններ, այսինքն ես չափանիշը չեմ հասկանում, թե ոնց է կընտրել այդ պաշտոնները։ Հարգելի գործընկերներ, նախ չեմ կարծում, որ Տիկին Գալստյանը ասաց, որ խնդիր չկա, կամ ինչ-որ խնդիրներ կառաջանան այս կարգավորման արդյունքներում։ Մենք վերլուծել ենք հետևյալը. երբ որ համակարգը օրինակ ժամանակին սովորել էր մեկ անձերից ամեն ինչ անելուն կամ ծանոթ բարեկամով ամեն ինչ անելուն, երբ որ մենք սկսեցինք խոսալ նրա մասին, որ պետք է մրցակցային ընթացակարգերով ամեն ինչ իրականացվի եւ այդ ծանոթ բարեկամի սկզբունքը պետք է ընդհանրապես դուրս գա համակարգից, առաջի ռեակցիան էր, որ վայ, ամեն ինչ կթանկանա, ամեն ինչ շատ վատ կլինի, մրցակցային ընթացակարգերով ցանկացած բան, որ անում եք այն նախկինում, որ մեկ անձով էինք անում, լավ արդյունավետ էր, իսկ հիմա որ մրցակցային ընթացակարգ արեցիք, իրականում ավելի թանկ է լինելու, կարճաժամկետում հնարավոր է, չենք բացառում, հա, բայց կարճաժամկետ մոտավորապես հետևել է առաջի ընթացակարգից հետո, որովհետև շուկան շատ արագ սովորում է նրան, որ ոնց պետք է աշխատել, այսինքն, չէ, ճիշտ ասեմ ձեզ եմ արձագանքում, որովհետև Պանթոնյանին արձագանքեցի արդեն, այսինքն շուկան, եթե ձեր անհանգստությունն այն է, որ օրինակ ինչ-որ կառուցակարգերի են սովորել որոշ մարմիններ, իրանք իրանց հետ պայմանավորվածությունների միջոցով եւ տենց են գործում, հա, անկախ նրանից թե դա ինչի է այդպես եղել, այո, հարմար է, համակարգն ինչ-որ մի բանի սովորել է, երբ որ իրան փոխում ես, հնարավոր է մի հատ փռշտա, հնարավոր է ինչ-որ մի բան նաեւ ավելի դանդաղ լինի, բայց արդյունքում մենք մտածում ենք, որ արդյունավետ է, երբ որ Ավագ Ավանեսյանի հետ փոխկապակցված ընկերությունը օրինակ գա եւ գնումների թվային համակարգը կառուցի, եթե ես նման բան օրինակ հենց հիմա գա եւ ասեի, ձեր մոտ առաջինը հարց չէր առաջանա, այս ինչ ես անում, ու ճիշտ կառաջանար ինձ թվում է այդ հարցը։ Այսինքն երբ որ մենք սկսում ենք քննարկել, որ չէ որ սա ավելի ճիշտ է, որ կարող է եւ ճիշտ է, որ Ավագ Ավանեսյանը հենա խելոք տղա է, բան չի անի, բոլորս է վստահում ենք, բայց նորմալ չի, չէ։ Հետևաբար եթե մենք բոլորիս մոտ ներքինից վստահություն կա, որ նորմալ չի, ուրեմն դա նաև անարդյունավետ է, որովհետև ոչ մեկ չի վստահելու նման համակարգերին։ Հաջորդ հարցի վերաբերյալ հետևյալն է, ոնց ենք ընտրել։ Ընտրել ենք նրանց, ովքեր ուղղակիորեն ազդեցություն է կարողանում ունենալ իր պաշտոնեական դիրքի արդյունքում գնման վրա։ Եթե ազգային ժողովի падգամավորները կարծում են, որ իրանք ազդեցություն ունեն, ոչ մի խնդիր չկա, ներառենք։ Բայց ներառենք ուրեմն հետևյալ ձևով, որ ծերեկ փոխկապակցված կազմակերպությունները որևէ գնումներին չեն կարողանում մասնակցել, համայնքի ավականիները ներառենք, որևէ խնդիր չկա։ Այսինքն եթե նման առաջարկություն կա, պատրաստ ենք անպայման դա դիտարկել եւ համապատասխան փոփոխությունները օրենքում իրականացնել։ Մենք նայել ենք հետևյալով,
միջազգային պրակտիկայում եւ նաեւ մեր համակարգի կառուցվածքի արդյունքում որ պաշտոնյաներն են, որ բարձր ասացության մակարդակ ունեն, որոնք ավելի ցածր, որոնք էլ ավելի ցածր։ Այսինքն օրինակ ասել, որ առողջապահության նախարարը շատ մեծ ազդեցություն ունի էկոնոմիկայի նախարարության գնումների վրա, այդպես չի։ Այսինքն այդ մարմինների ղեկավարները իրանց ոլորտներում են կապված, բայց օրինակ ասել, որ Ավագ Ավանեսյանը որևէ կապ չունի էկոնոմիկայի նախարարության գնումների հետ եւ որևէ ազդեցություն չի կարող ունենալ, դա էլ այդպես չի, որտեղ լիազոր մարմինը ֆինանսների նախարարությունն է, մենք մեկնաբանություններ ենք տալի կարգավորումներին, կառավարության որոշումներին, արկա են ֆինանսների նախարարի հրամաններ, որոնք օրինակելի ձևեր են սահմանում եւ գայդենսներ են թողարկում, ակնհայտ է, որ այդպես չէ։ Հետեւաբար պետք է հանրությանը վստահ լինի, որ այն պետական ծառայողը, որը զբաղեցնում է այս պաշտոնները, գործում է բացարձակ հանրային շահից եւ որևէ այլ բան նույնիսկ պոտենցիալ մտքով չի կարող անցնել, որտեղ չկա այդ շահերի բախումը։